Տեսեք, առաջին անգամ չէ, ձեր մտահոգությունները կիսում եմ, բայց այսօրվա դրությամբ մենք առերեսվել ենք մի իրավիճակի, երբ արցախցի մեր քույրերը ու եղբայրները առավել խոցելի վիճակում են, թե հոգևոր հարթության մեջ եւ թե առավել եւս այսօրվա դրությամբ սոցիալ-տնտեսական վիճակներում, ու դա մեր համընդհանուր ողբերգությունն ու խայտառակությունն է, որ մենք պետության մակարդակով չենք կարողանում այդ սոցիալական երաշխիքներին ապավին լինել։ Ես առաջարկ ունեմ հենց իրավական հարթության շրջանակներում, ի սկզբանե, երբ այդ ողբերգական պատմական դրվագը տեղի ունեցավ եւ Արցախը բռնի զավթվեց, մեր հայրենատիկիցները բռնի տեղահանվեցին Արցախից, Հայաստանում հայտնվեցին, մենք ունեինք իրավական մոտեցման խնդիր ու առաջին հերթին նման իրավիճակի չհանգրվանելու ապավենը դա պետական միասնական մոտեցումների առկայությունն էր, որը մենք քաղաքացիներս պարտավոր էինք թելադրել այդ օրվա իշխանությանը, սակայն իշխանությունը գնաց իրեն հարիր ճանապարհով եւ մարդկանց երկակի ընտրությունների առջեւ դրեց, դա այդ խայտառակ կառավարության որոշումն էր, ու այդ ժամանակ ես հնարավորություն ունեցել էի արցախցիների հետ հանդիպելու, առաջարկում էի միասնական մոտեցում որդեգրել։ Ու այստեղ երկրորդ խնդրին ենք առերեսվում, ինչքան էլ մենք լավ առաջարկներ ենք ներկայացնում, մարդիկ ունենում են սոցիալական խնդիրներ, ու այդ սոցիալական խնդիրը մարդուն այդ պահի դրությամբ հրահրում է թեկուզ ոչ իր իրավունքներից բխող որոշման ուղիով գնալ։ Ու այդ իրավիճակում մենք պետք է հասկանանք, ինչքան էլ ավելի վեհ գաղափարներ կան, ավելի հեռանկարային գաղափարներ կան, որոնց ուղով գնալը ավելի նպաստավոր կլինի հետագայում այդ մարդու երեխայի իրավունքների ու շահերի տեսանկյունից, մարդը օրհասական հացի խնդրին է առերեսվում։ Ու կրկին ընդգծում եմ, կհիշեք, երբ նոր բռնի զավթման դեպքերը, Հայաստանի տեղափոխման դեպքերը եղել էր, հայ հանրությունը կոնսոլիդացել էր ու մարդիկ իրենց ներուժով, առանց պետությունից տարանջատված մարդկանց օգնություններ են, ինքնակազմակերպվում էր մեր հանրությունը։ Այդտեղ կրկին մեղադրանքներ հնչեցին, ինչու եք դուք պետության գործառույթները ձեզ վրա վերցրել, դրանով դուք օգնում եք իրենց, բայց մարդը, ով այդ բարեգործությամբ էր զբաղվում, ուներ այլընտրանք, կամ ոչինչ չանելու ու թողնելու միայնության մեջ այդ անգամ օրահացի խնդիր ունեցող իր եղբորը կամ քրոջը, դրանով ճնշելու կառավարությանը ինչ որ ավելի ամբողջական գործողությունների, որի պարտավորությունը ինքը ունի որդեգրելու, մյուս կողմից էլ ինքնագործունեություն ծավալել, որպեսզի ինքը իր գիշերը կարողանա քնի, երբ տեսնում ենք ինչ վիճակում են մարդիկ հայտնվել, իսկ մարդիկ շատ վատ վիճակում են այդ օրերին գտնվում։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է, որ մենք պետք է գիտակցենք, որպես ձեր նախաձեռնած շարժման հիմքել, որ օրվա իշխանությունը չի կարող մատ թափ տալ մեր ազգի վրա ու կրկին առանց բաղադրիչների, մենք բոլորս հայ ենք, մենք այս երկրում ապրող քաղաքացիներ ու անձինք ենք, անկախ ընտրական կարգավիճակից էլ։ Ու մենք պետք է գիտակցենք, որ մենք ենք պատվիրակել այս անձանց, անկախ նրանից, որ օրինակ ես չեմ ընտրել իրենց, իրականացնելու իշխանություն։ Իրենք լիազորված ժամանակավոր մարմիններ են, օղակ են, ովքեր ունեն պետական լծակներ։ Հիմա իրանք գալով իշխանության 2021 թվականին կրկին վերընտրվելով, ունեն կառավարության ծրագիր գործողությունների 21-ից 26 թվականների։ Այդ կառավարության ծրագիրը ինքը պայմանագիր է քաղաքացու եւ իշխանության միջեւ եւ իշխանության գործողությունների տեսլականը։ Այդ գործողությունների տեսլականով իր խոստմամբ ինքը պարտավորված ու սահմանափակված է, ու այնտեղ ինքը շատ անպագորգոր գլուխ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված, ինքը դրույթներ ունի, որ պարտավորվում է առաջնորդվել արցախցու իրավունքներով ու շահերով, որ պարտավորվում է ապահովել Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը, ու դա պատկերացնում է Մինսկի համախմբի նախագահության ղեկավարմամբ։ Այս բոլոր խոստումները կառավարությունը կյանքի ոչ միայն չի կոչել, այլև ձախողել է։
հերիք չի ձախողեց ամբողջ Արցախյան հարցի հիմնախնդիրը, այլև հիմա մենք կանգնել ենք այն մեզ համար նվաստացուցիչ իրավիճակի, որ այսօրվա կառավարությունը ըստ էության շանտաժի տարերով հրաժարվում է արցախցիների սոցիալական ապահովման պարտավորվածությունից։ Մենք այստեղ չպետք է նվաստի կարգավիճակով չակերտավոր հանդես գանք, ու սա միայն արցախցու հարցը չի։ Սա բոլորիս հարցն է, տեսեք, մեր սահմանադրությունը կառավարության ծրագրի չհաստատումը ազգային ժողովի լուծարման հիմք է նախատեսում, այդ դրանով կարևորելով կառավարության ծրագիրը պետության հիմնահարցերում, այսինքն երբ ազգային ժողովը ձևավորվում է, կառավարությունը պարտավորված է ծրագիր ներկայացնելու 20 օրվա ժամկետում, եթե ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ չի հաստատում այդ ծրագիրը, ազգային ժողովը լուծարվում է, այնտեղ ընթացակարգային 1-2 հետագա դրվագեկան անգամ եթե վարչապետ են տվում ու էլի կառավարության ծրագիրը չի հաստատվում, կրկին դա ազգային ժողովի լուծարման հիմք է։ Սրանով մեր սահմանադիրը գալիս է կարևորելու այս փաստաթղթի էությունը։ Հիմա մենք այսօր հասել ենք մի հանգրվանի, որ կառավարությունը այդ կարևոր փաստաթուղթը, տեսլականը, կմախքը իր կառավարման համակարգի կյանքի չի կոչել ու ձախողել է։ Ու իրենք արդեն ունեն խնդիր քաղաքացու հետ փոխհարաբերություններում, իրենք ըստ էության ունեն խնդիր, խախտել են քաղաքացու հետ պայմանագիրը, ու մենք պետք է որպես քաղաքացիական հասարակություն մեկտեղվենք, այս խնդիրը բոլորինս դարձրած պահանջատեր լինենք։ Իրենք պարտավոր են, օրինակ ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, ապահովել մեր գերիների վերադարձը ու առնվազն գերիների վերադարձը դարձնել պետության առաջնահերթություններից մեկը։ Իսկ մենք տեսնում ենք անգամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանով հմուտ մասնագետ այդ բնագավառում ուղղակիորեն դա մեր խայտառակությունն էլ ասում է, որ ինքը նախադեպը չի տեսել, երբ պետությունը այս աստիճանի չի համագործակցում գերու վերադարձման հարցերով, իսկ բոլոր իր նախորդիվ նախադեպային փորձերում հաջողությունը գրանցվել է հենց պետությունների հետ համագործակցության արդյունքում։ Մենք ունենք այսօր իրավիճակ, դա եւս ձախողման հերթական համապարփակ նկարագրություններից է։ Ինչպես կարող է մի իշխանություն օրինակ արդարացիորեն չակերտավոր խաղաղության պայմանագիր երաշխավորել մեր ազգաբնակչության համար, երբ մյուս կողմի բանակցային process-ում անգամ գերիների վերադարձ չի կարողանում ապահովել։ Ու այսքան տարիների ընթացքում, երբ բազմաթիվ զիջումների են գնացել հայկական կողմը, անգամ ոչ տեղին զիջումների մեծամասամբ։ Իմ առաջարկը հետևյալն է, որ պետք է առաջին հերթին ոչ թե հարցադրողի, այլ պահանջատերի դիրքերից մոտեցումները ներկայացնել, իրավական հղումներ կատարելով հենց հիմնարար փաստաթղթերին, ու պետք է կոչով հանդես գանք, որ մեկտեղվի բոլոր դաշտում գործող թե քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, թե գիտակից քաղաքացիների ուժերը, հասկանալի է, որ այս դժվար օրերին շատ մարդիկ փորձում են ինքնապաշտպանվել, փորձում են իներտ դիրքորոշում ձեռք բերել, բայց հնդածս է շարժումը մեծանում եւ ձնագնդի էֆեկտ ստանում։ Այս հարցերը պետք է ունենան ռազմավարական մոտեցումներ, թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ գործողությունների տեսքով, եւ կրկին ընդգծում եմ, այս իրավիճակում դուք պահանջատիրոջ դիրքերից պետք է հանդես գաք, մենք էլ ի աջակից ձեզ, որովհետեւ ձեզ խոսք են տրվել այն, ինչ պետք է լիներ, ու ձախողել են այն, ինչի երաշխավոր որպես իրենք եկել էին իշխանության։